Ապրենք առողջ հաղորդումն եք դուք դիտում 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթևն եմ Առաքելյան, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Royal Clinic-ի բուժական գծով տնօրեն, բժիշկ սոնոգրաֆիստ Մելինե Նավասարդյանին, բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար, ուրախ եմ ներկայանալ այստեղ եւ ներկայացնել սոնոգրաֆիան եւ պատասխանել մի շարք հարցերի։ Շատ լավ, ես ախտորոշման համակարգի այս տարաբնույթ տեսակների մեջ սոնոգրաֆիան շատ եմ սիրում, որովհետև ինձ համար ինքը շատ հարցերում նաև ոսկե ստանդարտ է, չեմ ուզում իհարկե թերագնահատել ախտորոշման մնացած բոլոր տարբերակները, որոնք առողջապահական համակարգի բժշկության լավագույն եւ առաջնային ձեռքբերումներից են, բայց դասականը մնում է դասական, հա, այսպես նաև անվանակոչենք։ Նախ ինչ է սոնոգրաֆիկ հետազոտությունը։ Մի փոքր խնդրելու եմ այսպես ճակերտներն ու փակագծերը բացած ներկայացնենք, որովհետև մենք բոլորս ասում ենք սոնոգրաֆիկ հետազոտություն, մտածում ենք մեր ականջին ծանոթ հետազոտման անուն է, բայց չգիտենք թե ինչպես է դա աշխատում։ Շատ լավ։ Սոնոգրաֆիան մատչելի, արագ, ոչ ինվազիվ, ուլտրաձայնային հետազոտության մեթոդ է, այն ձայնային ալիք է իրենից ներկայացնում եւ հաճախ մտածում եմ, որ սոնոգրաֆիան ճառագայթ է։ Շատ եմ լսել, շատ են հղում այդ հարցը, ինչ հաճախականությամբ կատարել, տարվա մեջ քանի անգամ անցնել, արդյոք հաճախակի կիրառումը վտանգավոր չէ, այդ իսկ պատճառով եւս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ սոնոգրաֆիկ հետազոտությունը իրենից ներկայացնում է ձայնային ալիք եւ ոչ թե իոնիզացնող ճառագայթ։ Այո, որովհետեւ կան խնդիրներ, վստահ եմ, որ դուք էլ որոշակի պարբերականությամբ ուզում եք հետազոտել եւ այս դեպքում հաջորդիվ հարցը լինում է արդյոք սա վտանգավոր չէ առողջության համար, թե ոչ, մեկ անգամ եւս ուզում ենք ասել, որ ոչ վտանգավոր չէ։ Տեսեք, տրամաբանական է, քանի որ սոնոգրաֆիկ հետազոտությունը ցուցված է եւ մեծահասակներին, եւ փոքրերին, եւ հղիներին, եթե իոնիզացնող ճառագայթ լիներ, առհասարակ ինքը ճառագայթային հետազոտություն լիներ, բնականաբար հղիներին չէին ցուցի։ Այն էլ մի քանի անգամ են հղիները անցնում, սկրինինգները, դոպլեր հետազոտությունը։ Այնպես որ, այո, միանշանակ ճառագայթային հետազոտության մեթոդ չէ։ Շատերս փորձում ենք հետ չմնալ ժամանակից, փորձում ենք նորաձև լինել եւ այն բոլոր հետազոտման, ախտորոշման տարբերակները, որոնք նաեւ բարեբախտաբար քիչ չեն, փորձում ենք միանգամից ամենադժվարներին կամ ամենաանհասանելիներին հասնել, հաշվի առնելով, որ դրանք գուցե ավելի ինֆորմատիվ են կամ ավելի ճիշտ կարող են եւ արդյունավետ կարող են ախտորոշում դնել եւ այլն, եւ այստեղ կարծես թե սկսում ենք թերագնահատել սոնոգրաֆիայի այդքան մեծ հնարավորությունները եւ կան խնդիրներ, ես վստահ եմ, որոնց դեպքում ոչ թե պետք է ընտրել այս կամ այն տարբերակը, այլ պետք է պարզապես զուգակցել տարբեր ախտորոշման տարբերակներ, որպեսզի ստանանք այն կարևորը, ինչն է ախտորոշումը եւ տանք դեպի բուժման կարևոր նաեւ քայլերը։ Խնդրում եմ այստեղ նաև դիտարկումները ձեր անենք այնքանով, որ եթե դիցուկ օրինակ մեզ ամենաշատը հայտնի ու ամենասիրելին, MRT հետազոտությունը, այո, կարող է շատ հարցերի պատասխան տալ, բայց դա դեռ չի նշանակում, որ ցանկացած խնդրի դեպքում պետք է միանգամից գնալ դեպի MRT հետազոտությունը։ Շատ լավ հարցեր, Տաթև ջան, օրինակ դիցուկ օրինակներից բերեմ, 40 տարեկանից հետո յուրաքանչյուր տղամարդի ցուցում ենք սոնոգրաֆիկ հետազոտության։ Խոսքը շագանակագեղձի սոնոգրաֆիային է վերաբերվում։ Եթե մենք ունենք չափերով նորմալ շագանակագեղձ, մյուսվածքը նորմալ է, համասեռ է, օրգանական ոչ մի փոփոխություններ չկան, գոյացություններ չունենք, PCI հետազոտության տվյալները նորմալ են, այս դեպքում իմաստը MRT գնալու։ Ֆինանսական բոլորս է ծանոթ գնացուցակը։ Այո, գնացուցակ, ժամանակի կորուստ, ճառագայթային հետազոտություն, այլ հարց է, եթե մենք շագանակագեղձի չափերով սոնոգրաֆիկ նկատենք շագանակագեղձի չափերի մեծացում, անալիզների մեջ ունենանք PCI հետազոտության բարձր տվյալներ եւ այս դեպքում միանշանակ ուղղորդվում է MRT հետազոտության։ Այսինքն առաջարկ պահանջարկ, եթե կա ցուցում MRT հետազոտության, այո, պարտադիր պայման է
շագանակագեղձի MRT հետազոտություն եւ ասեմ ավելին, դրանից հետո հաջորդ փուլը լինում է բիոպսիան շագանակագեղձի, այնպես որ ըստ հերթականության, ըստ անհրաժեշտության եւ նպատակային Որ օրգան համակարգերը կարելի է սոնոգրաֆիկ հետազոտմամբ հետազոտել, ախտորոշել։ Որովայնի խոռոչի օրգանները, լյարդ, լեղապար, կենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամներ, միզապարկ, նաև մակերի կամներ։ Փոքր կոնքի խոռոչի օրգաններ, արգան, ձվարաններ, տղամարդկանց մոտ շագանակագեղձ, փոշտի հետազոտություն է իրականացում սոնոգրաֆիկ մեթոդով, լիմֆատիկ հանգույցներն են գնահատում ենք փափուկ հյուսվածքների հետազոտության ժամանակ մեծ պրակտիկ նշանակություն ունի, վահանաձև գեղձը, կրծքագեղձը, հոդերը, արյունատար անոթները, դուպլեքս հետազոտությունը, հղիություն ժամանակ մեծ կիրառում ունի, հղիության սկրինինգները, դոպլեր հետազոտությունը, այս ամենը կատարվում է սոնոգրաֆիկ հետազոտության միջոցով։ Լրացնեմ, որ նաև իրականացվում է էլաստոգրաֆիա, դա նույնպես սոնոգրաֆիկ հետազոտության մեթոդ է, այնպես որ այնքան մեծ կիրառում ունի սոնոգրաֆիան։ Դրա համար ես իրեն դասական ախտորոշման տարբերակ եմ համարում։ Յուրաքանչյուր այսօր բժշկությունը այնքան արագ է զարգանում, որ նույնիսկ նեղ մասնագիտացում ունեցող մասնագետները կարծես էլի են նեղանում եւ ինֆորմացիա շատ մեծ քանակի պատճառով էլ նույնիսկ սկսում են առանձնացնել իրենց համար ավելի հոգեհարազատ, ավելի սիրելի, ոլորտներ կամ ավելի սիրելի օրգան համակարգերի հետազոտում կամ բուժում։ Հետաքրքիր է այս տեղատարափի եւ այս տենդենսի մեջ դուք որ ուղղությունն ընտրեցիք եւ որ օրգան համակարգեր են, որ ձեր համար ամենասիրելին են ու սիրում եք հենց դրանք հետազոտել։ Իրականում ձեր նկատառումը ճիշտ է։ Այստեղ կարևոր նշանակություն ունի, թե որտեղ է բժիշկը աշխատում, ինչ համակարգում է աշխատում, ինչ բժիշկների հետ է աշխատում, այո։ Օրինակ իմ աշխատանքային ուղին սկսվել է ՁԻԱ կանխարգելման հանրապետական կենտրոնից եւ հաճախ ես աշխատանքի ընթացքում առնչվել եմ վիրուսային հեպատիտներով բուժառուների հետ։ Եվ այստեղից էլ եկել է նախասիրությունը լյարդը, այո։ Այնուհետև շարժական կլինիկաների աշխատանքի ժամանակ, երբ որ հեռավոր մարզերում միգրանտներին իրենց ընտանիքի անդամներին սկսեցին կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն, այս ժամանակ արդեն վահանաձև գեղձ, կրծքագեղձ սկսեցի ավելի հաճախակի նայել, խնդիրները երբ որ հայտնաբերում ես, խնդրից ելնելով բուժառուին ուղղորդում ես եւ հասկանում ես, որ դու կյանք ես փրկել, այստեղ արդեն մեկ ուրիշ նախասիրություն է այո լինում։ Այնպես որ առաջ տարբեր են, կախված թե որտեղ եմ աշխատել, բայց առաջնային մնում է լյարդային խնդիրները, հետո արդեն մեծ նշանակություն եմ տվել պրոֆիլակտիկ եւ սկրինինգային հետազոտությունների կարեւորությանը։ Այստեղ որ դուք նշեցիք կյանք փրկել, սրա համար եմ միշտ հաղորդումներում նշում, որ ժամանակին եւ գրագետ արված ախտորոշումը բուժման հիմնաքարն է, եւ եթե 100%-անոց բալային համակարգով նայենք, նույնիսկ 60-70%-ը հենց ախտորոշումից է սկսում, որովհետեւ նախ պիտի բժիշկը իմանա, թե ինչ է բուժում, ինչ խնդրի հետ ինքը գործ ունի եւ ինչ օրգան համակարգի հետ պետք է ինքը աշխատի։ Հետեւաբար, եթե ախտորոշումն արվել է գրագետ եւ ճիշտ, ապա կարող ենք ասել, որ բուժման կարևոր քայլը արդեն արված է, նույնիսկ։ Միանշանակ համաձայն եմ ձեր մտքի հետ, ուղղակի ուզում եմ ավելացնել ժամանակին արված հետազոտություն, այսինքն վաղ հայտնաբերված, եթե ունենանք ճշգրիտ ախտորոշում, բայց արդեն ուշ փուլում, ուշացած ստադիայում ունենանք շրջակա մետաստատիկ ախտահարումներ, մեր աշխատանքը էլի կաղապարված է։ Այո, էլի թերանում ենք աշխատանքում։ Դրա համար շատ կարևոր է ճշգրիտ ախտորոշում եւ վաղ կատարված ախտորոշում հետագա ընթացքի համար։ Սոնոգրաֆիկ հետազոտությունները նաև այնքանով են ծանոթ մեզ,
որ գիտենք նույնիսկ օրվա մեջ եթե անհրաժեշտություն լինի, կարող ենք մի քանի անգամ անել այս կամ այն խնդրի դեպքում։ Բայց եւ այնպես ուզում եմ, որքան էլ ինքը ծանոթ է մեզ, նաեւ մի տեսակ անծանոթ է, ուստի ուզում եմ հասկանալ, եթե ես այս կամ այն օրգան համակարգում կամ այս կամ այն կողմում ունեմ ցավեր, անհանգստություններ, ախտանիշներ որոշակի, ինչպես է գրագետ ճիշտ կազմակերպելը, ինքնուրույն նախաձեռնությամբ գնալ անցնել սոնոգրաֆիկ հետազոտություն կամ ուլտրաձայնային հետազոտություն, թե լինել նեղ մասնագետի մոտ նոր ուղղորդվել դեպի հետազոտությունը։ Երկու դեպքում էլ ճիշտ է, եթե մենք սոնոգրաֆիան իրականացնում ենք պրոֆիլակտիկ նկատառումներից ելնելով, կարող է անձը առանց ուղղորդող բժշկի ընտրել բժշկին տարին 1 անգամ անցնել պրոֆիլակտիկ նպատակներով սոնոգրաֆիկ հետազոտություն։ Իսկ եթե խնդիր կա, արկա է խնդիրը, այ օրինակ վահանաձև գեղձ պապիլյար կարցինոմա ա եղել, հետազոտվում է, այսինքն դեռ չի վիրահատվել, մինչ վիրահատվելու փուլ է, հա, հետազոտվում է, հաջորդ այցը 3-ից 6 ամիս դինամիկ հետազոտություն է կատարվում, եթե մինչև 1 սանտիմետրանոց հանգույց է եղել, 3 կամ 4 միլիմետր օրինակ հանգույց ունենք, 3-6 ամիս հետո, նորից 3-ից 6 ամիս հետո նորից գնում ենք հետազոտության, դինամիկ հետազոտության, այստեղ արդեն էնդոկրինոլոգ, սոնոգրաֆիստ կապը մշտապես լինում է, դա ուրիշ է, բայց եթե վիրահատված է, հետ վիրահատական փուլ է, դինամիկ հետազոտություն է, գնում է էնդոկրինոլոգի մոտ, էնդոկրինոլոգը անպայման պետք է ցանկանա սոնոգրաֆիկ հետազոտության պատասխան, որպեսզի տեսնի լրացուցիչ ախտահարումներ արդյոք ունենք թե ոչ, արդյոք շրջակա լիմֆատիկ հանգույցների մետաստատիկ ախտահարում ունենք թե ոչ, դա արդեն այլ է։ Շատ հաճախ նաև լինում են դեպքեր, երբ նույն օրգան համակարգը մեկ այլ վայրում հետազոտման արդյունքում այլ թվեր ենք տեսնում, որքան էլ չհասկանանք, այնտեղ գրված են թվեր, որոնք որ գոնե աչքի համար ծանոթ են, մեկ այլ կլինիկա, մեկ այլ կենտրոնում հետազոտվելու դեպքում մենք այլ թվեր ենք տեսնում։ Սա ինչ է խոսում, լավ ու վատի խնդիր ունենք մենք, թե ստանդարտների եւ նորմատիվների պարզապես տարբերություն է։ Իրականում ինձ էլ բազմաթիվ ուղարկում են պատասխանել բժշկույթ մի հատ կնայեք կամ ասենք սոնոգրաֆիկ հետազոտության պատասխանով գալիս են եւս մեկը կարծիք լսելու, եթե լուրջ խնդիրներ չեն ու շեղումները միլիմետրեր են, դա նորմալ է, դա տեխնիկական հարցեր են։ Մի բժիշկը չափում է այսպես է անում, մյուսը այսպես է անում։ Այնպես որ միլիմետրերի շեղումը դա լուրջ շեղումներ չեն ու իհարկե ամեն մարդ ունի իր աշխատելա ոճը։ Եվ ցանկալի է, այս դեպքում է, որ միշտ ասում եմ, գնացեք, անցեք այնտեղ հետազոտություն, որտեղ որ իրականացվել է, որովհետև հաջորդ դինամիկ հետազոտությունը բժիշկը էլի իր աշխատանքային տեխնիկայով է, հա, առաջնորդվելու։ Այսինքն եթե դինամիկա է, ապա լավ է, որ նույն ապարատով, նույն մասնագետի մոտ։ Այո, ցանկալի է, այո, եթե վստահում են իրենց բժշկին, միանշանակ այդպես է ճիշտ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ սոնոգրաֆիկ հետազոտությունը ավելի քան, այսպես ասած, անհատականացված է եւ մասնագետից կախյալ է։ Այսինքն, որքան էլ ապարատը կարող է շատ լավը լինել, գերհզոր լինել, ժամանակակից լինել, ամենան լինել, բայց եթե այն հայտնվել է մի մասնագետի ձեռքում, ով այդքան էլ կոմպետենտ չէ, մենք չենք կարող խոսել լավ ախտորոշման կամ ճիշտ ախտորոշման մասին։ Եկեք ես այստեղ մասնագետների հետ կապված չխոսեմ։ Ես չեմ ուզում որևէ մեկին վարկաբեկենք, բացառապես։ Պարզապես ուզում եմ հասկանանք, որ սա մի հետազոտություն է, որ մասնագետից շատ կախյալ է։ Այս դուրս ասեմ։ Այսինքն շատ կարևոր է այդ մասնագետի աչքը։ Հա։ Պրոֆեսիոնալիզմը, իր փորձը, իր հմտությունները։ Միանշանակ։ Իրականում շատ կարևոր է, երբ սոնոգրաֆիա իրականացնող մասնագետը լինում է տարիների մեծ փորձ ունեցող, որովհետև որքան էլ մենք առաջնորդվում ենք ուղեցույցներով, որքան էլ հետևում ենք միջազգային ուղեցույցներին, բայց այնուամենայնիվ փորձը իրեն նանում է։ Միանշանակ, փորձը շատ կարևոր է լինում։ Եթե այսօրվա մեր զրույցը մենք ամփոփելու լինենք, կուզեմ ձեր հորդորը խոսքը, հա, բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր այս պահին մեզ դիտում են եւ մտածում էին, որ
դե ինչի գնամ սոնոգրաֆիայի, դրա փոխարեն կարող եմ միանգամից կատե անել կամ դրա փոխարեն կարող եմ MRT անել։ Միևնույն է, եթե կասկած լինի, շատ հաճախ են, չէ, ասում, դե եթե կասկած լինի, միևնույն է ուղարկելու եք, չէ, MRT-ի, դե միանգամից գնացի MRT-ի։ Այստեղ ուզում եմ նաև ասենք, որ կան հարցեր, որ գուցեև առանց սոնոգրաֆիկ հետազոտման կիսատ կմնա, եթե MRT հետազոտություն ենք միայն արել։ Միանշանակ կիսատ է մնում, միանշանակ մենք ունենում ենք թերի տվյալներ, այ օրինակ Վահանաձև գեղձի պարագայում, հա, ոչ են գնում միանգամից անցնում Վահանաձև գեղձի պարանոցի MRT։ Այստեղ անհրաժեշտ է դինամիկ հսկողություն։ Եթե կա հանգույց կասկածելի, ուղղորդվում է բջջաբանական հետազոտության, ունենալով բջջաբանական հետազոտության հաստատված տվյալներ, արդեն վիրահատվում են։ Էլ ինչու հասնեն լրացուցիչ հետազոտությունների, ել չասեմ ֆինանսական գերծախսը, այո, ավելորդ ծախս, ժամանակ, ինչպես նաև այլ օրգան համակարգերի հետազոտության դեպքում նաև թերի տվյալներ, օրինակ որովայնի խոռոչի օրգանների հետազոտության ժամանակ ոչ են գնում միանգամից MRT հետազոտության կամ ասենք շարժվելու, այստեղ օրինակ շատ հաճախ հետազոտությունների ընթացքում անհրաժեշտ է լինում մի շարք հնարքներ, հա, խորը շունչ քաշել, շունչը պահել, թեքվել, աջ, ձախ, նայած ինչ օրգան համակարգ ենք մենք նայում։ Իսկ MRT հետազոտության ժամանակ մենք չունենք այդ հնարավորությունը։ Դրա համար չթերագնահատելով ոչ MRT-ն, որը որ այսօր առողջապահական համակարգում հարցեր է լուծում բառից բուն ու լայն իմաստով, ոչ սոնոգրաֆիան, որը տարիների ընթացքում կյանքեր է փրկելու, կյանքի որակներ է բարելավել, սրա համար ես միշտ կարևորում եմ, որ պետք չէ մեկը մյուսով փոխարինել, այլ պարզապես ըստ անհրաժեշտության, ըստ խնդրի, այո, ըստ մասնագետի ուղղորդման ընտրել տարբերակները, որտեղ սրանք հաճախ ոչ թե իրար այսպես փոխարինում են, այլ լրացնում են։ Միանշանակ իրար լրացնող հետազոտությունների կոմպլեքս է, որի արդյունքում մենք ունենում ենք գրագետ եւ հստակ դրված ախտորոշում, իսկ գրագետ ախտորոշումը դա արդեն բուժման գրավականն է։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս Ռոյալ կլինիկայի բուժական գծով տնօրեն, բժիշկ սոնոգրաֆիստ Մելինե Նավասարդյանն էր։ Շնորհակալություն, մեզ հետ եք, ցտեսություն։